Բարի շաբաթ առավոտ բոլորին, հույսով ենք ամեն լավ է, դերոճմով անշուշտ է, no other way գսենանք դրեն, այսօր գուզեմ մի քանի խոսք խոսին քաղաքականության վերաբերյալ, գիտենք, որ վերջերս պատերազմ գնալակ, որ in between Հնդկաստանի և Պակիստանի, մենք պետք է տեսնանք իրական նկարը, իրական picture-ը ետևեն և այդպես ապա որոշումներ ունենք փաստորեն։ Մենք բոլորս գիտենք, որ Պակիստանին կողքին կանգնած է Թուրքիան և Ադրբեջանը և բոլոր իսլամական աշխարհը, որոնք հայ ազգի թշնամիներն են, որոնք հայ ազգի ոչնչացում ուզեն տեսնել։ Դա նոր բան չէ, դա երկարատև տարիներու պայքար է և նույնիսկ Պակիստանը մինչև այսօր չէ ճանաչած Հայաստանի ինքնիշխան պետականությունը։ Միակ պետականությունն է, որ 1947-ին ստեղծվեցավ, այդ Պակիստան գոչեցյալ զիբիլ սատանայական կառավարությունը, միակ կառավարությունն է, որ մինչև այսօր չի ճանաչել Հայաստանի անկախ պետականությունը։ Իրենք իրենց թշնամից սեպած են մեր ազգին, Արցախի առաջի պատերազմին մասնակցեցան Ադրբեջանի կողմեն, իսլամական ջիհադիստներու հետ, Թալիբանի հետ, որ ոչնչացնեն Հայաստանի հայ ազգի ազատամարտիկները և շարունակվեցավ մինչև այսօրս չեն ճանաչած մեր պետականությունը։ Մյուս կողմեն Հնդկաստանը ճանաչած է։ Հնդկաստանը ունի էլայներ, դրանք ինձ չեն հետաքրքրել։ Հնդկաստանը ճանաչած է Հայաստանի պետականությունը։ Երկրորդը, Թուրքիան գսեպե իր կենտրոնը Պակիստան։ Թուրքական պետականությունը կընդունի, որ Պակիստանը իր մեջր եղբայրն է, թիվ 2 թշնամական կեցվածք։ So մենք որպես հայորդիներ, որուն կողմ են պիտենանք, ասացվածներ կա, որ հնդիկներ ուքան Հայաստան, հայ աղջիկներուն այսպես կամ այդպես կբղձեն, այդ փաստերը չի կա։ Հնդիկները ուքան Հայաստանը սեմ ինչի համար։ Ձեր 2018-ի փերած հեղափոխությունը և օրերիկ փերեցիք միջազգայնական հակաազգային պետական կառավարությունը, որ նիկոլականներն են, քբիականները, որոնք հայտարարեցին, որ մինչև 2050 թվական Հայաստանը պիտի լա 5 միլիոն մարդ, այդ Հայաստանի մարդիկ ովքեր են, անշուշտ է հնդիկներու մասին կխոսենք, որ առաջի անգամ, որ բացատրեցին այդ հայտարարությունը հրավ, Զարե Սինանյան գոչեցյալը, ըսի սա միջազգայնական հայտարարություն է։ So իրենք բորդերները բացել են հնդիկները, որ կան Հայաստան և հայ ազգը assimilate են, ինչու համար կքննադատեք, որ հնդիկներուն չեմ հասկնալ, որ that doesn't make sense։ Փոխեցեք կառավարությունը, այդ միջազգայնական, նիկոլական բորնիկները և պիտի տեսնաք ինչպես կփոխվի ամբողջ կառավարական կեցվածքը։ Այդ անունը ինչ էր, Թորոսյան, Խելնիկո Թորոսյան մգամեկատ, Աբուշ, անաստված, հագաստված։ Անցյալները կբացատրեն, որ մենք պետք է ընդունակ ըլլանք, օտար ազգերը կան և Հայաստանի քաղաքացի դառնան։ Դա ցեզի չի բավեր իրենց կեցվածքը ինչ է արդյոք։ Դա ցեզի համար չի բավեր իրենց կեցվածքը ինչ է Հայաստանի վերաբերյալ։ Սրանք հայ ազգի պետական իշխանավորները չեն, սրանք թուրքական համաշխարհային զիոնիստական կեցվածքի զինվորներն են ավելի ճիշտ, այսպես են։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, շատ դրամապանական է, որ ես որպես հայորդի պիտի օժանդակ եմ, պիտի support եմ Հնդկաստանի
հաղթանակը։ Հիմա ամեն ասկի մեջ կա ադոդը, լավը, վադը, ես ինչ գիտեմ ինչ, ամենը մեկ աբուրով չենք կնար եփել։ Հիմա հիշեցնեմ, այդ Պակիստան պետականությունը ով ստեղծեց։ Բրիտանիան բաժանեց, եւ որ քալենի էր Հնդկաստանը, բաժանեց Հնդկաստանը եւ սարքեց Պակիստանյան պետականություն, որը ամենը վտանգավոր պետականություններն մեկն է համաշխարհային կետնի վրա, որ պետք է ոչնչանա խստովին, փաստորեն։ Եվ հագահայ սկզբունք ունեն։ Հայաստանի հայասկի թշնամիներն են, իրենք կսեն։ Անցյալ օրը մեկ հատ post մերի պաղեստինցիներու վերաբերյալ, եւ պաղեստինցիները ինչի համար իրենց support կնեն, իրենց իսլամական խարիֆաներու միապանությունը իբրև թե։ Դրա համար ես ոչ մեկին չեմ հավատար, ոչ պաղեստինցին, ոչ ֆալեստինցին, ոչ տելեստինցին, կարևոր չեն դրանք։ Ինձ համար կարևոր են մեր շահերը ուր են։ Մեկ հատ մեկը գա, որ ելած է վրաս հարցակումներ գնե, իբրև թե հնդիկներ ու կան, որ Հայաստան հայասկը կբղզեն, որ ամենի առաջի հայասկը բղզորը Հայաստանի իշխանությունն է, Նիգոլի թիմն է, հասկացեք, Նիգոլի եւ իր թիմն է, ամենի առաջի քանթիչ ուժը 2018-ի հեղափոխությունն է, որ եղավ Հայաստանի մեջ, եւ այսօրին հասցուցին, փացին թերները ուրիշներին, որքան եւ բղձեն մեր ասկը։ Ինչի համար դրանց կքննադատեք, որ քննադատեցեք, փոխեցեք այս կառավարությունը, որ բերավ խստովին աբասկային պետականությունը, իշխանությունը, քանթելով հայացքի սկզբունքը։ Ուրիշ բան չի ասել սիրելիներ նիստեր։ Ուրիշ ասած չունի մաստե, որ պետք է բացատրվի։ Շատ բարձ դիբուկ ծևի կբացատրեմ, որ թիվ մեկ թշնամին հայացքի այսօրվա Հայաստանի իշխանավորներն են, որ փննակրաված են պետականությունը, եկան որպես դուխով, մուխով, մանուշակագույն թուրիսիկով անհաչող պորնիկներ, իբրև թե պիտի ազատագրեին հայացքը Սերժից ես ինչ գիտեմ ինչ, բարապ հոսակցություններ է, եւ զամբիացուցին հայացքին, փերեցին մահվան թուլին։ Եվ հիմա քննադատություններ գլա, որ ինչի համար հնդիկներ կան, որ հնդիկները չեք ուզել որ կան, փակեցեք այս կառավարությունը, այս պորնիկ միջազգային զիոնիստ թուրքական կառավարությունը փոխեցեք եւ գտեսնակ փոփոխություն, եւ գտեսնակ խստովին փոփոխություն։ Շատ բարձ գսեմ, որ ավելի փաստադրելի բան չի գտա, շատ բարձ դիբուկ եւ ավելի բարձ չեմ գնա փաստադրեմ։ Թիվ մեկ թշնամին հայացքի նիկոլական կառավարությունն է, քբեական կառավարությունն է, որ թուրքական կառավարություն է։ Թուրքիան այսօր գսებ է, որ Պակիստանը որպես կետրոն իրեն։ Ոնդեղ թրմեր կան, վերջինորեն կփաստադրեմ, որ իրար լեզվի դրած Պակիստանը եւ Թուրքիան մեկ պետականություն ուզեն որ սարքեն։ Եվ այսօր Պակիստանը բացորեն գսե հայացքը պետք է սպանվի, Հայաստան գոյություն չունի։ Դուք ոնց կգնաք Պակիստանին սպորտնեք, չեմ հասկանալ որ։ Ոնց կլա հայմը Պակիստանի սպորտն է հագահնդկականը լա։ Ինձի կարևոր չէ Հնդկաստանի ժողովուրդը, փողոցն է, ինչ գիտեմ ինչն է։ Կարևորը պետականությունը, մեր պետականությունը սպորտ կնե որ ադե ամենակարևորը։ Ուղեղ պետք ունիս մտածելու առաջ եւ ոչ թե սկացումներով։ Հոս պատերազմ գերտավոր հայացքի պետականության թեմ, հայացքը փնաջնջելու թեմ եւ մենք պետք է խելքերից գործածենք։ Պակիստանը մեր թշնամին է, որովհետեւ Պակիստանը իրենք որոշել են մեր թշնամիներն։ Մենք չենք թշնամացած։ Առաջի պատերազմին որպես իրենց ջիհադիստ եղբայրները թրեցան քացին Արցախ եւ հայ զինվորների թեմ պայքարեցան։ Վերջի պատերազմին ISIS-ի հետ քացին Արցախ
հայ զինվորներ սպանելու համար։ Պակիստանը մեր թշնամին է եւ պիտի մնա, որով իրենք են որոշում, մենք չենք որոշում։ Ռուսը ինչ կոզ ունի աստեղ, չեմ հասկանում։ Ռուսը ինչ կոզ ունի աստեղ, մի հատ փաստադրեցեք։ Ռուսը ինչ կոզ ունի, չեմ հասկանում։ Ավելորդ բաղաց բաներ մի կրեր ռուս մուս։ Ամեն ինչը ռուսը չէ, սխալ եք դուք ընդհանրապես։ Ռուսը մեր թշնամին չի եղած եւ չէ։ Ռուսը չի գազմագերբեց հայոց ցեղասպանությունը։ Ռուսը չի գազմագերբեց, ադիգա երի թուրքերն էին, որոնք հրյաներ էին, քացեք քիրքերը լավ գացացեք, պատմությունը լավ սորվեցեք, ամեն ինչ ռուսի վրա մներեք, ես ռուսի բարեկամ չեմ հաց բոլոր կյանքս, ոչակ ուզեմ ելալ, բայց ճիշմարտություն է, թշնամիները թողած, թշնամիներ կփնտրենք կոր, կասկնակ որ ինչ կնենք կոր, թշնամիները թողած, թշնամիներ կփնտրենք կոր, թշնամիներ կսարքենք կոր, ասոր վրա գնետենք հանցանքը, ադոր վրա գնետենք, մենք մեր վրա բնետենք, այսօրին ենք, որովհետև ասկը կանգնեցավ Հայաստանի պետականության թեմ 2018-ին, իբրև թե պիտի ազատագրե Հայաստանի պետականությունը, եւ փերեցի մահը եւ բարդությունը, թուք եք հանցավորը, որ փերեցիք այս 2018-ի կառավարությունը եւ սարքեցիք մահ հայացքին, թուք եք հանցավորը, շտկեցեք, այս կառավարությունը փոխեցեք, եւ եթե գսեք որ հնտիկ հնտիկները չեն կար, եթե բորդենները փակելա, եթե 2019-ին Զարե Սինանյանը չելներ չի հայտարարել, Հայաստանը պիտի դառնա 5 միլիոն մարդ մինչև 2050 թվական մարդը սավ հայշեսավ, դա հնտիկների մասին էր, ուրեմն այսօրվա կառավարությունն է այդնողը եւ ոչ թե հնտիկները, հնտիկներու կառավարությունը չէ որոշած ադիգա, ես Հնդկաստանի կողմն եմ այս պատերազմի մեջ, կարևոր չէ իրեն էլայով է, հրյան է, վրացին է, կարևոր չէ, կարևորը իմ թշնամիս, որ Պակիստանն է, դրա թեմ կբայկարի գոր, ուզեմ չուզեմ իրեն կողմ բիդրլամ, դա բադահական չէ, դա որոշում չէ, այլ կեցվածք է, այդ 1947-ի Բրիտանիայի կողմեն ստեղծված մարդասպան պետականությունը Պակիստանի, որը կանգնած է հայացքի վիզին եւ գուզե որ հայացքը վերացնել, թուրքի չափ, ադրբեջանցի չափ, որոնք կգոչեն որ իրար եղբայրներ, կհասկանաք որ ինչ կդառնա որ աստեղ, սրանք մարդասպան եղբայրներ են, մենք չենք կրնալ ուրանալ, մահ Պակիստանին, թող սատկի Պակիստանը, էս է ասած, այդ պետականությունը, այդ ասկը, որ չուզեր տեսնալ իմ ասկի առողջ հաղթանակը մահ իրեն եւ վեր, եւ մահ այսօրվա Հայաստանի իշխանություններին, նիկոլական քբեականներին, մահ ցեզի թուրքեր, դուք թուրքի լագոտներ եք եւ ոչ մեկ բան, դուք հայաստանի թշնամիներն եք, դուք որոշեցիք հեղափոխությունն եք, ցեղասպան հեղափոխություն միասերականների եւ խապեցիք ժողովրդին, ասկես պիտի ազատինք, այդքես պիտի ազատինք, դուք ազատելու համար չեք, դուք բռնականության համար եք։ Եք ճիշտ որոշումներ ունենք։ Թշնամիներ չսարքենք մեր ասկի գլխին։ Իբրև թե հնտիկները կան որ հայ աղջիկներին հետ կբարգին գոր։ Գներեք, հայ աղջիկը թոշի բարգի են, գներեք այս չափ խոսակցություն։ Հայ աղջիկը բադիվ թողնա թոշի բարգի է դա։ Մեկը մեկուն չի փորձել որ բռնապարել։ Դրանք բարապ բաներ են, սուտ բաներ են։ Թող չի բարգի է դա, բադիվ թողնա, ըսես հայեմ հայի հետ պիտի ամուսնանա։ Էդ է բադիվը, մեր մեջ նույնիսկ ադիգա չի գա, թշպախտապար։ Ադիգա քացել է մեր մեջ են։
կքննադատենք եւ մեր մատը միշտ ուրիշների վրա է, մեր վրա չէ։ Եթե դու ես անցավորը, դու պետք է շիտկես կուսալ։ Ուրիշի վրա μην ելեր անցանկդ։ Հայ աղջիկը բադիվ թող ունենա, որ ունեցել է, չեմ գիտե թե գայլևս, եւ իր ասկին թող պաշտպանի իր մարմինը եւ ոչ ուրիշին։ Սա է կարևորը։ Ուրիշ բաներ չի գաստե, բարապարապ բաներ։ Եղեր գուքան գոր աղջիկներ ունասան։ Աղջիկը բադիվ թող ունենա, թողսե ես հայ եմ, ոչ բարսիկ եմ, ոչ ինչքին ամիջ եմ, հայ է թող մնա։ Դա է բադիվը, դա է իրականությունը։ Մենք միշտ պատրաստ ենք քննադատելու ուրիշներու ուրիշներու թավաջան, որ ասոր գոմանես, ես հնդիկներուն գոմանեմ։ Այս պատերազմի մեջ ես ուզեմ տեսնամ Հնդկաստանը փնակին չէ, թուրք, իսլամական Պակիստանը սատկեցն է։ Enough is enough։ Ինչու պիտի չուզեմ, եթե այդ Բրիտանիայի գոմանը եւ նախևարեցեմ հնդիկները եւ պակիստանցիները նույն ասկն են, տարբերություն չի գա։ Բոլորը եղած է ժամանակին Հնդկաստան, Բրիտանիայի քալանին եղած է եւ փայնեցին այդ երկիրը, սարքեցին իրար ուտեշնամի, Բրիտանիայի սարքած Պակիստանը հայ ասկի թշնամին է։ Բրիտանիայի սարքած Թուրքիան հայ ասկի թշնամին է։ Բրիտանիայի սարքած Ադրբեջանը հայ ասկի թշնամին է։ Մեր թշնամին Բրիտանիան է։ British Empire-ն է, հասկացեք։ Թուրք British Empire-ը, այդ կերդոտ թագավորությունն է մեր թշնամին։ Պետք է աշխաբը հասկանանք այլևս։ Եվ ուրիշ բաներ չսենք այս կամ այդ։ Մենք պետք է խելքով մտածենք, ոչ թե ըսկացումներով։ I have no clue what you're talking about. My life is blocked. They always block my lives. Չեն ցկեր որ շերն եմ, նորեն restriction-ի դակ թրազեն ինձի, որովհետև անցյալ օրը գոչեցի Ադրբեջանը մարտասպան պետականություն, ինձի 30 օրով restriction-ի դակ թրին չեն ցկեր որ բամը շերն եմ։ Ադրբեջանցիները իրավունք ունեն մեզ հայելու, մեր զինվորները սպանելու, մեր երկիրը քրավելու, մենք իրավունք չունենք քննադատելու իրենց։ Սա Facebook-ն է, թուրքական փաստորեն։ Հիմա ասիկա գա ասոր մեջ սաբիդի խոսենք։ Երկրորդական է մնացած է։ Of course they block me, unfortunately. They block me, they try to silence me. That's all secondary, I don't know բաներ չեն։ Տարիներ կփորձեն որ փերնս պագեն։ Բայց նորեն ասեմ, շատ շուտով պիտի սկսեմ մեմ լեզուս ավելի բացվի կարծես նոր ծնված եմ։ Նորեն գսորիմ որ խոսիլ at ստրակենզատ։ Շատ շուտով պիտի սկսեմ տելևիզիոն պրոգրամը մեմս, որովհետև information war-ը շատ կարևոր է մենք որ մեջը լանգ եւ հաղթենք։ We're in the middle of information war. Information. Սա բادرազմ է information-ի։ Պետք է քիդագիցը լանգ մենք ինչ կնենք որ եւ ապխ սապխ պարապ թշնամիները ցիսարկենք։ Հնդիկը եկավ եւ Հայաստան։ Հնդիկը չէր կար Հայաստան, եթե Հայաստանի այսօրվա իշխանությունները թուրերը փակեին, վիզա չտային։ Որոնք կնահատես գործուն։ Հնդիկին կամ քու նիկոլական բորդիկ թուրքական կառավարության։ Ես Նիկոլ Պորդիգին կնահատեմ որ շանլագոս պոզիտային եւ ոչ մեկ ուրիշին։ Դներեք ավերտ բագազին։ Սա իրականը։ Շանլագոտ հայասկի թավաջանին եւ իրեն քբիական թավաջաններին։ Մի հատ բերեն կրծոյ մրծոյ, արա թո անուն չունիս այդ տկետ կերդոտ լագոտ կրծո քակրի այդ պորնի։ Կրծոյ մրծոյ թուրքական պետականություն գուզեն որ սարքեն։ Ինչ էր անուն աբուշին կրծո։ Այդ շաբաթ չիգաս որ անուն չունիս այդ տկետ աննորմալ տական գսեմ քեզի։ Հայասկի թշնամին։ Ուզես որ թուրքական պետականություն սարքես։ Այդ թուրքի լավոտ, մեկ հատ թեմ կտնայ դու թուրք ես։ Եվ ոչ մեկ ուրիշ բան։ Թուրքի սատկելիք ես։
Գներեք ավելորդ բաղասին, նորեն չանացա, միատ շուն չանամ։ Սիրելի արտագիստներ, ավելորդ բաղաս թշտամիներ բեք չունենք սարկելու, մենք արդեն շատ թշտամիներ ունենք։ Հիմա մեկ ուրիշ բան ասեմ, այս երկու օր լուր ելած եթեր վստահ չէ վեշտական, որ Թրամփը գդրել է իր գաբերը Նատանյահուն հետ։ Քիչ մը կհավատամ որ 90%։ Հավատալու է, որովհետև Նատանյահուն եւ որ ընդրությունները գլար որ կփրներ որ Բայդենի գոմը եւ որ Բայդենը կողացավ Թրամփին ընդրության 2020 թվականի ընդրությունը առաջի հնարավորը Բայդենին եղավ Նատանյահուն։ Հիմա քիչ մս գասկածելի չէ, բայց ավելի ընդունելի է որ այս մարդը վրեժխնդություն ուզե որ առնել at abույս Նատանյահի մարտասպանեն, որը միայն մարդ կսպանն է, Արոնախում բորնիգը, Բաբելոնի բորնիգը Նատանյահուն այսինքն։ Քիչ մը հասկանալի եւ ընդունելի է, ես կհավատամ որ քիչ թե շատ, եւ երկրորդը, այս մի քանի օր պիտի լսեք Բայդենի ստեյթը ընդունելը Թրամփին։ Այս չափ խոսել են, որ Բայդենը պիտի ընդունի որպես recognize պիտի որպես ստեյթ։ Դա հաղթանակ է սիրելի արտագիտ, եթե իրական անապամը լա, հաղթանակ է ադիգա։ Իսկապես հաղթանակ է։ Ուրեմն խաղցուց գերդվավ եւ ինգացուց խաղիմիկ։ Սա հաղթանակների հաղթանակն է։ Եթե իսկապես այդպես բան մլա, դորեն գսեմ, գնալ չլա, դա լուրեր է թեր, վեշտական չէ։ Բայց ըստ լուրջ աղբյուրների իրական լուրեր է, դեստան ինչ կլա, ասված մենձ է։ Բայց ամենեն կարևորը մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Հայաստանի թե մեծ պատերազմ պիտի սկսի։ Թուրքը ամեն ինչ պիտի ունե եւ ադրբեջանցին, որ Հայաստանի թեմ պատերազմը սկսի։ Եվ Հայաստանի թշնամիները պետք է գիտակից լանգով են Պակիստանը, այդ կրճոտ կեղդոտ ասկը, որ Հայաստին ադելով գադե։ Այդ ասկը որ ասկից գադե ես իրեն ամեն ինչի գադեմ։ Դա է իմ սկզբունքս։ Երրորդական բան չի գա։ Հնդիկներու հետ քոր չունեմ։ Հինդուիզմի հետ քոր չունեմ։ Այսօր հնդիկները գանգնած են հայացքի գողքին, էլային, ուրեմն իմ բարեկամներն են։ Հիմա իրենց ապրելու հետ կապ չունեն, հոտ ու կավրանեն։ Բարապ խոսակցություններ։ Երեխա եկան անկրակետ խոսակցություններ, իսկապես։ Եղեր գուքան որ Հայաստան, հայացքը ինվետ գնեն որ։ Ծով ինվետ գնեն որ Հայաստան, այան կրակետ։ Հայացքի ինվետնո քու կառավարությունն է որ թուփերի հեղափոխությունով։ Նիկոլն է, ինքը կհրավիրե որ, իրեն պորնիկ ծևն է, հայացքի հանցնողն է, Արցախ հանցնողն է, սրանք է մեր թշնամիները և ոչ մեկ ուրիշ բան։ Բարապ խոսակցություններն հերու մնացեք, ասված ծեր բոլորին ուրդն է, long live the Armenian race, ասված բահե հայասկը, զորացնե հայասկը, և մեր թշնամիներս բիդի սատկին հավատացեք, բիդի սատկեցնե մեր ասկը, աստծո ծերքով, միջև հաջորդը, ասված ծեր բոլորին զորավոր եղեք, և հետևեցեք, մարդիկ կսեն Պակիստան, Հնդկաստան, nuclear war թող զարնեն իրար վերջացնեն, Հնդկաստանը Երանի թե միակ լավ nuclear war մգն է Պակիստանի, գվերացնեն ատ ծեղը, կեղդոտ իսլամական Ալլահնին, որ սատկած կազած է, իրենց Ալլահն է, սատկելի Ալլահ է, լուսին է աստված է, բարապ կրոնքներ, Մոհամեդը, որ պրնապարեց 9 տարեկանը, այդպիսի կրոնքի հետևողներ, պրնապարողներ, իրենք մեզի ուրիշ անուն ուտան, ես իրենց պրնապարող բորնիկներ գսեմ, what goes around comes around,
I don't respect Pakistan. Their filthy race, they need to get destroyed. God bless India. Աստված ծեր բոլորն զորավոր եղեք։ Միջև աշխորհը խելքով մտածեք։